Բախի չեն դուրս գալի, մեկն ու մեկը թող դուրս գա, այսքան ժողովրդին պատասխան տա։ Ինչի չեն դուրս գալի։ Նախորդ տարիներին երբևէ նման խնդիր ունեցել եք դուք, եթե 180 օրեր ձեզ ամբողջովին բավարարում էր։ Բազի ջան, նախորդ տարիներին այդպիսի բան գոյություն չի ունեցել։ Նորմալ գնացել ենք, նորմալ եկել ենք նախորդ տարիներին։ Հիմա որ այսօր ենք մտցրել են 90 օրը, 90 օրը վառորդի համար ինչ կապ ունի, 90 օրը պետք է վառորդի վրա չազդի։ Մենք խոպան չենք գնամ այնտեղ, ամիսներով, տարիներով չենք գնամ այնտեղ, որ 90 օր դնեն մեր դեմը։ Մեզ տալիս են միգրացիոնի քարտ, լրացնում ենք միգրացիոնի քարտով ժամանակին գալիս ենք անցնում էսյան։ Էլ ինչ օր ենք, ինչ 90 օր չեմ հասկանում։ 90 օրից 15 օրը մենք նստում ենք հերթ ենք սպասում Վլադիկավկազը Մորոխում։ Բախի չեն էդի կարգավորը, որ 15 օրը չնստենք այնտեղ հերթի սպասենք։ Հիմա ինչ եք պահանջում կառավարությունից, ինչ բողոք ունեք։ Մեր բողոքը կարգի բերելն է, որ այդ 90 օրը վառորդից անեն։ Վառորդը պետք է 90 օրով չգնա գա, վառորդը պետք է ազատ գնա, երբ ուզենա գնա, երբ ուզենա գա։ Մենք վառորդ ենք, միգրացիոնի կարտանի չի մարեն տալիս։ Ձեր ընկերները նշել են, որ մյուս երկրների դեպքում բանակցության ընթացքում հաջողվել է վերականգնել 180 օրը, ինչու միայն Հայաստանի դեպքում մնաց 90 օրը։ Կառավարությունն է չի աջակցել ձեզ, չի դիմել, բանակցություններ չեն ընթացել այս ուղղությամբ։ Մենակ հայազգին են նեղում, ընդդեմ են նեղում որ։ Թուրքը գալի ազատ անցնում գնամ, ուզբեկը, կազախը, տաջիկը, ազատ բոլորն էլ գնում են։ Մենակ հայազգին են նեղում։ Խնդիրը ո՞րն է։ Մենք ինչ իմանանք, խնդիրը ո՞րն է։ Խնդիրը ղեկավարությունն է, որ չի կարում Ռուսաստանի ղեկավարության հետ լեզու գտնի, պայմանավորվի, որ Հայաստանի վառորդը ազատ գնա գա։ Վերջին տարիներին Հայաստանի ոչ գնաց կամ մտնում Ազիզ ջան։ Ոչ նորմալ ինքնաթիռ է դառնում։ Հայաստանը հիմա պահում ենք մենք վառորդներով։ Ծորենից սկսած ալյուրով, վերմիշիլով, մակարոնով, սպագետիով, ամեն ինչով, ձեթով, յուղով, մսով, հավով, ամեն ինչով Ռուսաստանից ենք բերում, ամեն ինչը։ Նշեցիք, որ այլազգի վարորդներին արտոնություններ են տրված։ Վերջին տարիներին եք դուք նկատել, որ ձեր հանդեպ փոփոխվել է։ Այո, այս տարի ենք նկատել, այս վերջին տարին ենք նկատել։ Մշտական ազատ գնացել ենք, ազատ եկել ենք։ 18 թվից պահանջում է հայեր դուխով։ Դուխով գնում ենք միայն ու միայն հետ։ Առաջ չենք կարամ դուխով գնանք, շատ դուխով ենք, հայազգը շատ դուխով է, բայց այս տարի միայն հետ ենք գնում, դուխով հետ ենք գնում, ոչ թե կարում ենք առաջ գնանք, հետ ենք գնում։ Վերջը ո՞րն է լինելու։ Վերջը հələ հայտնի չի ո՞րն է լինելու։ Մինչև որ կառավարությունը, չգիտեմ, կփոխվի, կարգին կառավարություն կնստի, ռուսի հետ կարա լեզու գտնի, որ մենք ռուսով ենք հիմա ապրում։ Մենք ոչ կարում ենք Ամերիկա գնանք, Ամերիկայից ապրանք բերենք, հայազգի երեխուն պահենք, ոչ կարում ենք ես իմ Արգենտինա, Ֆրանսիա գնանք։ Միշտ Ռուսաստանից է եկամուտը եկել, հիմա Ռուսաստանից ենք բերում։ Հա, գալիս ենք գոռում ենք հրապարակում դուխով, բայց այդ դուխովը ինչի համար է, ում համար է։ Եթե պետք է հետ գնանք դուխով, եք ասել դուխով։ Այնա ասեք նահանջ, էլ 18 թվականին դուք արդյոք մասնակցել եք հեղափոխությանը եւ ինչ հույսով եք մասնակցում, եթե մասնակցել եք իհարկե։ Հավատացել ենք։ Մեր այսօրվա վարչապետին հավատացել ենք, դուխով հավատացել ենք։ Հիասթափվել եք հիմա։ Բա ինչ ենք արել, բա չհիասթափվենք այսքանից հետո։ Ինչի հետևանքով ինչ է արել, որ հիասթափվել եք։ Ինչ չի արել։ Ղարաբաղը հանձնեց մեկ, ոսկե պարի տակով այդ հողերը սաղ տվեց երկուս, հիմա չգիտեմ որտեղով է ուզում տա 3, հիմա վարորդների դեմն է, փակել չի թողում, որ վարորդները աշխատեն, վարորդներին է դեպորտանում, բերի տունը պարապ նստացնի։ Ինչին հավատանք, ում հավատանք։ Հիմա 26 թվականին հնարավորություն ունեք փոփոխելու, իրավիճակը փոփոխելու, որ քաղաքական ուժին եք աջակցելու։ Ես հլա չգիտեմ, որ քաղաքական ուժը կգա, իսկականից դուխով տղա է պետք մեզի, որ գա ու մեր հայազգին ղեկավարի, որ գա տեր կանգնի մեզի։
92 թվին ես իմ քյոր երեխուն թողել եմ 6-7 ամսական, ես գնացել տանկ նստել, մասնակցել եմ մինչև Ջաբրայել ջրական գնացել եմ, ազատագրել եմ մեր պապական հողերը։ Բայց այսօր չեմ կարող իմ ընտանիքս պահեմ, սովի եմ մատնվում։ Ինչի համար, որ դեպորտ են անում, ինչի պետք է դեպորտ անեն։ Բայց հայրենիք եմ պահել, հայրենիք եմ հսկել։ Ում համար եմ արել, էդի որ այսօր պետք է չկարամ ընտանիք պահեմ իմ ազատ անկախ Հայաստանը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը եւս Ղարաբաղյան շարժման ծնունդ է եղել, սակայն այսօր փոխվել է, հա ինքը, եւ ասում է, որ պետք է այս կոնֆլիկտը փակել եւ գնալ բացել նոր հանրապետություն, 4-րդ հանրապետություն, ինչ ունեք ասելու։ Արդեն ստեղծվել է 4-րդ հանրապետություն եւ միայն մնում է հաստատել։ Գնացել է ստորագրել, որ ճանաչում եմ Արցախը, Ղարաբաղը, ճանաչում եմ Ադրբեջանի կազմի մեջ։ Հիմա ինչ 4-րդ հանրապետության մասին է խոսքը։ Ասում են խաղաղության հիման վրա պետք է հաստատենք 4-րդ հանրապետությունը Հայաստանի։ Խաղաղությունը ոնց որ 92 թվին է գնացել Թուրքին չոքեցրել դեմներս։ Այ հիմա պետք է գնանք այդ նույն ձևի Թուրքին չոքեցնենք դեմներս։ Այն ժամանակվա պես Թուրքը չոքի, խնդրի, աղաչի, որ գնանք խաղաղության, ոչ թե մենք խնդրենք խաղաղության։ Մենք պետք է ճնշենք, իրան դնենք ոտի տակ, ծնգաչոք այսպես դեմներս ծնգի գա, խնդրի, որ խնդրում եմ, ոնց որ 92 թվին է արել։ Տանկը նստած գնացել եմ, մեծ մարդ գնացել եմ տանկը նստել մինչև ջրական Ջաբրայել գնացել։ Ում համար եմ գնացել։ Այս ժողովրդի համար, հայրենիքի համար եմ գնացել, որ մեր երեխեքը մեր ժողովուրդ խաղաղ երկրում ապրեն։ Ոչ թե հիմա բերեն կանգնացնեն կառավարության շենքի դեմը, որ չկարանք մի կտոր հաց աշխատենք։ Ձեր ընտանիքի միակ եկամտի աղբյուրն էր։ Հա, միակ աշխատողը ես եմ։ Միակ աշխատողը ես եմ։ Որ խնդիրը չլուծվի, ինչ եք պատրաստվում անել։ Պատրաստվում ենք նորից կռիվ անենք։ Ում հետ, ում դեմ։ Ում հետ։ Հենց Նիկոլ Փաշինյանի հետ։ Որ կարգի բերի Հայաստանը, եթե կարում ես կարգի բեր մնա ղեկավար, եթե չես կարում կարգի բերես մնաս ղեկավար, ուրեմն դուրս արի ով կարմա թողնա գա ղեկավարի։ Բա ինչ է նշանակում, եկեղեցու աշխատողին բռնի, քահանային բռնի, չգիտեմ, դե սրբազանին բռնի, ձերբակալի։ Դեմ եք դուք։ Սամվել Կարապետյանը, որ ամբողջ աշխարհով գիտեն օգնել է հայ ազգին, այսօրվա դուրսությամբ բռնել է Սամվել Կարապետյանի մցրել գիտես որտեղ է նստած տղեն։ Այդ ձևի հերոս տղուն, այդ ձևի եկամուտ բերող տղուն բռնի նստացնի, բա հետո վերջը ոնց ալնել։ Բա դրանց որ վերջացնի, վերջում էլ հերթ հասնելու է այս այն շոֆերներին բռնելու նստացնի, վերջը ոնց ալնելու։ Հայրենիքը տենց են ծախում էլի։ Սկզբից ամենաուժեղին են բռնում ծախում, հետո են նրա տեղակալին են բռնում ծախում, հետո են մեկին են բռնում, հետո հերթով գալիս է։ Ծախելով գնում է։ Հավատում եք, որ Ադրբեջանի հետ հնարավոր է խաղաղ ապրել, պատրաստ եք կողք կողքի ապրել։ Ոչ, անձամբ ես, որ կյանքում ես չեմ կարող Ադրբեջանի հետ խաղաղ ապրել։ Ալեն Սիմոնյանը ասում է հենց խաղաղությունը հաստատվի, առևտուր ենք անելու։ Ալեն Սիմոնյանը խելք ունի, որ այդքան բանն ասում է։ Ինչ առևտուր։ Թշնամու հետ ինչ առևտուր։ Ազիզ ջան, եթե թշնամին գնում ես, որ առևտուր անես, բռնում է քեզ այնտեղ չոքացնում։ Գնում է քեզ ստիպում ասում է չոքես, թղթի վրա ստորագրի, որ Ղարաբաղը Ադրբեջանա եւ վերջ։ Նրա հետ ինչ առևտուր գնաս անես։ Հələ այնով էլ գնում է Թուրքիայից ապրանքաբերում, նրան էլ բռնեն դնեն մի հանգի։ Պետք է վաբժե արկել են Թուրքիայից ապրանք բերել։